Դուք ասացիք, որ ինչը եւ իրականությունն է, որ դուք քաղաքականություն մշակող մարմին եք, բայց ցանկացած նախարարություն իր քաղաքականությունը մշակում է հիմնվելով կառավարության գործունեության ծրագրի հիման վրա։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ասեք, թե կառավարության ծրագրի որ դրույթն է նախատեսում, որ առողջապահության նախարարությունը աղմուկի կարգավորման իմաստով պետք է քաղաքականություն մշակի։ Խնդրում եմ ձեր հղումները կառավարության գործունեության 2021-26 թվականների ծրագրին։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ դուք քաղաքականություն եք մշակում, ձեր քաղաքականությունը պիտի հիմնված լինի հանրային առողջության մասին օրենքի վրա, բնականաբար պետք է նախարարություն իր քաղաքականության մեջ սահմանի առաջնահերթությունները, թե որոնք են առաջնահերթությունները քաղաքականության առումով, հանրային առողջության կազմակերպման իմաստով, որտեղ կան հիվանդություններ, որոնց տարածումը, որոնց ազդեցությունը հանրային առողջության վրա շատ ավելի մեծ է եւ վտանգները շատ ավելի տեսանելի են, քան մեկ այլ տիպի հիվանդություններ։ Այօրինակ այդ դասակարգման մեջ, եթե դուք հիմա հանձն եք առել, խորհրդանում գալ, մասնակցել քննարկման, կարևորություն եք տվել դրան ձեր ներկայությամբ պատվելու այդ քննարկումը, ես ուզում եմ որպեսզի դուք ասեք, այդ ձեր դասակարգման մեջ աղմուկը որ երրորդ տեղում է, ասենք օրինակ վարակիչ հիվանդությունների, հենաշարժական համակարգի հիվանդությունների, չգիտեմ, վիրուսային հիվանդությունների տարբեր տիպի, այդ ընդհանուր այդ ցանկում հանրային առողջության վրա սպառնացող հիվանդությունների աղմուկը որ դասակարգման մեջ է եւ ասենք որ դուք դրան տալիս եք նման մեծ կարեւորություն։ Եվ երրորդ հարցը ստեղ նշվեց, որ ձայնի բացասական ազդեցություն կա առողջության վրա, եւ որոշ դեպքերում դառնում է նաեւ խոշտանգման դրսեւորում։ Օրինակ դուք առանձնացրել եք արդյոք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում։ Օրինակ ես լսել եմ, որ շատ մարդիկ դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելուց երեխաները լացում են, շները հաչում են, ինչ-որ բացասական ազդեցություն անում։ Դուք ուսումնասիրել եք արդյոք այդ ոլորտը, ասեք, ոնց սահմանափակելու են մարդկանց, ում ձայնը տհաճ է հանրության համար։ Շնորհակալություն։ Ուրեմն, տեսեք, 2021-26 թվականների կառավարության ծրագրում մի ամբողջ գլուխ հատկացված է եւ առաջի անգամ է, որ ռազմավարական առումով կառավարությունը անդրադառնում է նաեւ շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության նկատմամբ որպես առանձին միջոցառումների խումբ անդրադառնալով։ Եվ սրա շրջանակներում, այո, հանրային առողջության մասին օրենքը մեր կարևոր գործառույթներից եւ միջոցառումներից է, որ դրա փոփոխությունը իրականացրել ենք։ Այսինքն, այո, սա բխում է նաեւ մեր ռազմավարությունից եւ կառավարության ծրագրից։ Ուրեմն շարունակելով հարցը, ինչպես ենք կարևորում առաջնահերթությունները, ինչպես ենք որոշում, սա եւս ուրեմն շատ ինչպես ասեմ, ինձ թվում է հանրային մատչելի տեղեկատվություն է, ընդհանրապես քաղաքականությունները մշակվում են ելնելով ուրեմն ստատիստիկ տվյալներից, հիվանդացության մակարդակից, խնդիրների կարևորությունից, վերլուծություններից, միջազգային կառույցների ուրեմն տրված եզրահակացություններից եւ այլնից, ինչից առանձնացվում են տվյալ ժամանակաշրջանի համար կարևոր ուղղություններ, սահմանվում են միջոցառումներ եւ իրականացվում են։ Ինչու եմ կարևորել, ճիշտ ասած, եթե այստեղ չլինեի եւ կշտամբանք հնչեր, որ ինչու առողջապահության նախարարը չի կարևորում հանրային ուրեմն հնչեղություն ունեցող հարցին ներկայանալ եւ իր ուրեմն ներկայությամբ այստեղ նաեւ ելույթ ունենալ, գուցե հասկանալի լիներ, բայց հակառակը, ճիշտ ասած, տարակուսալի է, մնացածը ուրեմն արդեն այլ չեմ էլ անդրադառնում համարելով անպատշաճ։ Շնորհակալություն։ Այսինքն ձեզ թվաց, որ դուք իմ նախորդ երկու հարցերին պատասխանեցիք, երրորդն էլ որոշեցիք չպատասխանեք որպես անպատշաճ։ Ես ճիշտ ասած տենց էլ իմ հարցի պատասխանները չստացա, թե կոնկրետ այդ հարցը, որ հիմա քննարկվում է, կառավարության ծրագրի հետ ինչ առնչություն ունի։ Առողջապահության ոլորտում կառավարության գործունեության ծրագրի դրույթը հանդիսանում առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը, որը որ դուք հաջողությամբ տապալել եք եւ ոնց որ հասկանում եմ, այլևս ի վիճակի չեք իրագործելու։ Ես ասում եի
իմանալ, թե առաջնահերթությունների մեջ ինչ դասակարգում ունի աղմուկը, այդ հարցին էլ դուք չկարողացաք պատասխանել։ Այսինքն, իհարկե հնարավոր է, որ հարցերի մարդ չկայանա պատասխանի, բայց այդ դեպքում կարծում եմ ճիշտ կլինի ուղղակի ի սկզբանե հրաժարվել, ասել, որ իմ ենթադրենք մասնագիտական կամ այլ կարողությունները չեն բավարարում հարցերին պատասխանելու համար, քանի այդ հարցի կապակցությամբ ուղղակի ձայն արտաբերել։ Շնորհակալություն։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, ազատ խոսքի երկիր է եւ կարող եք հաջորդիվել շարունակել այդպես ինքնաարտահայտվել, եթե ձեզ թվում է դուք հարց տվեցիք, ուրեմն ես էլ ձեր հարցերից փորձեցի ողջամիտ կտոր առանձնացնել եւ պատասխանել։ Ինչքան որ պատասխանեցի, խնդրեմ բավարարվեք։ Ես վարողի իրավունքով, պարոն Ղազարյան, մենք ուրախ ենք, որ դուք ոչ մի լսում բաց չեք թողում։ Երևի այդպես էլ կշարունակեք, բայց եկեք այնուամենայնիվ զավեշտի չվերածենք այս քննարկումը։ Եվ երբ որ ազգային ժողովը լսումներ է կազմակերպում, հրավիրում է գործընկերներին գալու ստեղ ներկայացուցիչ, դա չի նշանակում, որ իրանք այլ աշխատանք եւ անելիք չունեն, թե կառավարության ծրագրով սահմանված գործողությունների մասով, թե իրենց կանոնադրությամբ սահմանված գործողությունների մասով եւ այդպիսի թյուր տպավորություն որևէ մեկի մոտ պետք չի թողնեն, որ առողջապահության նախարարը կամ մեր գործընկերներից որևէ մեկը, որ այսօր եկել աղմուկի թեմայով խոսելու, այլ գործ չունի անելու։ Բոլորը իրենց աշխատանքը պատշաճ կատարում են, անհոգ եղեք, հետո այլի հարցեր կլինի, կտակ կպատասխանենք։ Շնորհակալություն, եկեք Ճիշտ ասած, ես ձեր կարգավիճակը չեմ հասկանում նախնդեղ նստելու, որովհետեւ այս լսումները հրավիրել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը եւ դուք ստեղ վարողի իրավունքը չունեք, որ վարողի իրավունքը մեկնաբանություն Ես գիտեմ իմ իրավունքները։